երեք մենք տեսանք, որ ընդդիմադիր ավականու թեկնածուն ցուցակ էր հրապարակել, որտեղ իր տան վրա կան 9 հոգի իրեն անծանոթ մարդիկ գրանցված, բնականաբար այդ մարդիկ կմասնակցեն նաև ընտրության։ Այս քաղաքացու մասին, որի մասին ես խոսում եմ, տղան այստեղ չէր ապրում, երկրից դուրս է բնակվում, ընտրացուցակում կա, ես չգիտեմ դա թող արդեն պարզեն ինչպես է, որ այստեղ չեն ապրում, բայց ընտրացուցակում կան, մնացածը պետք է ընտրա չկարողացավ ընտրել։ Տեսեք, ընտրացուցակների հետ կապված մարդիկ գալիս են, ուշադիր չեն նայում, տեսնեն արդյոք իրենց բնակարանի վրա այլ մարդիկ կան գրանցված, թե չէ, բայց մենք երեկոյան ուշ ժամի ստացանք այդ ահազանգը ընդդիմադիր ավականու թեկնածուից, որ իր տան վրա 9 անծանոթ մարդիկ են գրանցվել, նույնիսկ կատակով ասել էր, որ ժողովրդավարության բաստիոնից են եկել այդ մարդիկ ու գրանցվել իրենց բնակարանի վրա։ Հիմա գնացել է իր ընտրացուցակը նայելու, ըստ երևույթին այլ տեղերից ես կարծում եմ ահազանգ է ստացել, գնացել է իր ընտրացուցակը ճշտելու եւ տեսել է, որ 9 հոգի անհայտ ընտրողներ կան, անհայտ ծագումով։ Գուցե դուք գտնեք տվյալ այդ ավականու անդամին, իր հետ զրուցեք։ Ես ճիշտն ասած կարող եմ դες նկարը ցույց տալ։ Հա, քիչ հետո ձեզ նկարը ցույց կտամ, այսպես չգիտեմ էլի ով է։ Բայց ես պիտի քաղաքացիները անկախ ամենից ուշադիր լինեն իրենց տների վրա բնակեցված մարդկանց քանակին, որովհետև դա ահազանգ է, ես կարծում եմ։